Հայաստանի և Եվրամիության միջև 3 նախաստորագրված համաձայնագիրը եզակի երկրորդ հնարավորություն է Հայաստանի համար նորոգելու և վերականգնելու միության հետ հարաբերությունները, որոնք բարդ շրջանում հայտնվեցին ասոցացման համաձայնագրի տապալումից հետո, կարծում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Շատ կարևոր է, որ Մոսկվան չի ընդդիմանում Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը։ Ի տարբերություն 2013-ի, երբ Հայաստանը հայտարարելով, որ անդամակցելու է Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միությանը, ըստ էության հրաժարվեց Եվրամիության հետ բանակցված ասոցացման համաձայնագրից, այս անգամ Եվրամիությունը հաշվի է նստել Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելու հետ, կարծում է Կիրակոսյանը, վստահ, որ նոր պայմանագիրն ասոցացման պայմանագրի ճակատագրին չի արժանանա։ Բայց հիմա, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և շատ ճանապարհ ունի ասոցացման համաձայնագրին հասնելու համար, այս պայմանագիրը Ռուսաստանի համար վտանգ չէ։ Եվրամիության հետ Հայաստանի նախաստորագրած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բովանդակությունը փորձագետների խոսքով քաղաքական մասով շատ մոտ է ասոցացման պայմանագրին, տնտեսական մասով շատ ավելի սահմանափակ։ Ներդրումների տնտեսական համագործակցության համար ԵԱՏՄ շրջանակից դուրս ոլորտներ գտնելու առումով բանակցությունների ամենաբարդ մասը տնտեսականն էր, բայց բարեբախտաբար համագործակցելու ավելի շատ հնարավորություններ բացահայտվեցին, քան նախապես ակնկալվում էր։ Եվ սա իսկապես հնարավորություն է տրված Հայաստանին, բայց քանի դեռ Հայաստանում կոռուպցիան չի հաղթահարվել և իսկապես ազատ շուկա չի ստեղծվել, այս հնարավորությունը կարող է չօգտագործվել։ I am pleased to welcome President Sargsyan to Brussels. Փետրվարի վերջին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ ազդարարեց, որ փաստաթղթի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, Եվրամիության մայրաքաղաք էին հրավիրվել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր հանդիպումներ էին ունենում ԵՄ պաշտոնյաների հետ։ Հայաստանը իրենց հարևանն է, իրենք ուզում են, որ հարևանները լինեն նորմալ ադեկվատ երկրներ, բայց մեր խնդիրը նա էր, որ իրենք չապատեղեկացվեն։ Իրենք միակողմանի ինֆորմացիա չստանան միայն Հայաստանի իշխանություններից։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի Հայաստանը ստիպված լինի գնալ ռեալ բարեփոխումների, եւ չկարողանա թոս փչելով առաջ շարժվել։ Ըստ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, Եվրամիությունը պայմանագրի ստորագրումից հետո կֆինանսավորի բարեփոխումների ծավալուն ծրագրեր։ Հայաստանին տրվելու է ֆինանսական օժանդակություն, որը իմիջիայլոց նաև մեծապես կախված է դա արդեն գաղտնիք չէ այս գալիք ընտրությունների որակից, եւ ստեղծվելու են իրական մեխանիզմներ այդ օժանդակության դիմաց կատարվող բարեփոխումները վերահսկելու համար։ Կիրակոսյանը ևս ընդգծում է, որ Եվրամիության հետ հարաբերությունների ապագան շատ կախված է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքից։ Քաղաքագետի կարծիքով այնուամենայնիվ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ կտա նոր պայմանագիրը Հայաստանին, քանի որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանությունը ինչպես կիրականացնի այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Because it really depends on how well and how deeply the Armenian government implements this agreement.